Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ, այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի X-ի էջի գրառումից։ Միացյալ Նահանգներն ըստ Ալիևի դարձել է ազատության համար պայքարի, անսասան վճռականության եւ ժողովրդավարության խորհրդանիշ։ Մենք նաեւ խոր գնահատանք ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու եւ տարածաշրջանում կայուն զարգացումը խթանելու ձեր վճռական քայլերի համար։ Անցյալ տարի օգոստոսի 8-ին ձեր նախաձեռնությամբ Սպիտակ տանը կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծել են բոլորովին նոր եւ դրական մթնոլորտ։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ եւ կառուցում են առևտրային հարաբերություններ։ Ես նաեւ կցանկանայի հատուկ նշել ձեր երկրի շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը եւ տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, մասնավորապես միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին, որը կապահովի Ասիայի եւ Եվրոպայի միջև այլընտրանքային, հուսալի եւ անվտանգ կապ, նշել է Ալիևը։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում անվտանգության եւ կայունության համար։ Այդ մասին ասված է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հղած շնորհավորական ուղերձում։ Նախագահը նշել է, որ անցած 2.5 տարի ընթացքում երկրների միջև հարաբերությունների տարեգրության մեջ բազմաթիվ փառահեղ էջեր են գրվել։ Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմում, միասին մարդկությունն ազատեցինք նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում, նշել է նա։ Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան մոտ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Խոսքի զգալի մասը նա նվիրել է ամերիկյան ինքնության, մշակույթի եւ ներքին քաղաքականության հարցերին, ինչպես նաեւ կտրուկ քննադատել կոմունիզմը, այն անվանելով երկրի գլխավոր սպառնալիքներից մեկը։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ում նկատվում է կոմունիստական սպառնալիքի վերածնունդ, այդ թվում որոշ նոր ներգաղթյալների կողմից, որոնք ըստ Թրամփի կիսում են ամերիկյան կենսակերպին եւ մեծ հաջողությանը հակասող գաղափարներ։ Նա նաև կոմունիզմն անվանել է սահմանադրության թշնամի, 1776 թվականի հուլիսի 4-ի թշնամի եւ ընդհանրապես Ամերիկայի թշնամի։ Անդրադառնալով ԱՄՆ-ի անկախությանը, Սպիտակ տան ղեկավարն ասել է. 250 տարվա պատմությամբ Ամերիկան աշխարհի ամենահին հանրապետությունն է։ Մենք աշխարհի ամենաազատ ժողովուրդն ենք։ Մենք ունենք աշխարհի ամենաարդար եւ ամենակայուն սահմանադրությունը։ Մենք աշխարհի ամենաուժեղ եւ ամենահզոր երկիրն ենք եւ Աստծո շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները մարդկության պատմության ընթացքում երբևէ գոյություն ունեցած ամենահաջողակ, ամենաշատ ձեռքբերումներ ունեցած եւ ամենաբացառիկ պետությունն է։ Չի կարելի թույլ տալ, որ պատերազմով տարված Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը կրկին արյունահեղության վերածի, հայտարարել է Թուրքիայի նախագահը Պակիստանի վարչապետի հետ հանդիպումից հետո։ Մենք հատկապես աջակցել եւ շարունակում ենք աջակցել յուրաքանչյուր քայլի, որը կնպաստի մեր տարածաշրջանում լարվածության նվազեցմանը եւ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելուն, ասել է Ռեջեփ Էրդողանը։ Շեհբազ Շարիֆն էլ նշել է, թե Պակիստանն ու Թուրքիան նույն հոգու երկու սիրտն են։ Թուրքիան դժվարին ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին, իսկ Պակիստանը իր հերթին նույնպես աջակցություն է ցուցաբերել Թուրքիային դժվար պահերին, նշել է Շարիֆը։ Պակիստանի վարչապետը Ստամբուլ է այցելել Թուրքիայի նախագահի հրավերով։ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը։ Նա զոհվել է փետրվարի 28-ին Ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով։ Արարողությունն անցկացվում է Մոսալլայի մեծ մզկիթում, ուր վաղ առավոտից սկսել են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանից եւ երկրի այլ քաղաքներից։ Մասնակիցներից շատերը ժամանել են բացումից ժամեր առաջ, զբաղեցնելով համալիր տանող փողոցներն ու հատուկ հատկացված տարածքները, որպեսզի առաջին իսկ րոպեներից ներկա լինեն հրաժեշտի արարողությանը։ Տեղական ժամանակով ժամը 4-ին այցելուների համար բացվել են համալիրի դարպասները։ Առաջնորդի մարմինն արարողության պաշտոնական մեկնարկից քիչ առաջ տեղափոխվել է հանրային հրաժեշտի համար հատուկ պատրաստված վայր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, իսկ Միացյալ Նահանգները նրա խոսքով Թեհրանին մեկ շաբաթ դադար է տվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության կապակցությամբ։ ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարությունների մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Թրամփն անդրադարձել է Իրանին եւ Վենեսուելային։ Մենք մեկ օրում հաղթեցինք Վենեսուելային եւ մենք լուրջ հարված հասցրինք Իրանին։ Նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնության գալ, նրանք այնքան ուժգին են ցանկանում համաձայնության գալ, հայտարարել է Թրամփը։
Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխանբռնման հուշագիր։ Նպատակն է բարելավել երեք երկրի միջև երկաթուղային բեռնափոխադրումները։ Այդ մասին հայտնել է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար եւ երկաթուղային վարչության ղեկավար Ջաբար Ալի Զաքերին, ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը եւ ադրբեջանական երկաթուղիներ ընկերության ղեկավար Ռովշան Ռուստամովը։ Պաշտոնյաները նաեւ քննարկել են հյուսիս-հարավ միջանցքի արևմտյան երթուղու զարգացման հարցը։ Եռակողմ հանդիպման ավարտին ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թեհրանի, Մոսկվայի եւ Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել թվային միջանցք ստեղծելու վերաբերյալ տվյալների փոխանակման համակարգերի ներդաշնակեցման եւ տրանսպորտային նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Դավիթ Մուրադյան, լուրեր։